Բոլորս ենք սխալվել Նիկոլի հարցում։ Վարչապետ, հա, ասեցինք վարչապետ, ինքը չգիտեմ, հիմա կպել է եկեղեցում, հիմա հավատացյալ ենք դառել, բոլորս ենք հավատացյալ, ինքը հավատացյալ չէր, նոր դարձավ հավատացյալ։ Հիմա ում ասեք նստացնում է բոլորին, ով խանգարում է իրան։ Հեսա մայիս ամիսն է գալի, նորից ընտրություններ, ուզում է մենակ ինքը լինի, տենց չի լինի։ Դժգոհ եք Նիկոլ Փաշինյանի կառավարությունից։ Փաշինյանի կառավարությունից, ինձ թվում է դուք այդ հարցը որ տվեցիք, ինձ թվում է դուք եք դժգոհ։ Ինձ թվում է դուք եք։ Ինչու եք դժգոհ։ Ինչու են դժգոհ։ Դժգոհ են, որ այս ադրբեջանցիք, ախր ոնց բան չեք անում, թուրքը երբեք չի փոխվում, նույն թուրքն է ինքը, նույն թուրքը, դուք մի մոռացեք, մենք քանի զոհ ենք կորցրել, ինչքան զոհեր, ու կկորցնենք, մենք հեսա որ թուրքը մտավ Հայաստան, ոչ մեկ չի ասի, սաղ սալամ ալեյքո են ասելու, սալամ ալեյքո։ Դուք տեսեք Մասիաձոտնի թեմի առաջնորդին պաշտոնան կարվեց, ասում են, որ Մասիսում բոլորը աջակցում են իրեն, դուք ինչ կարծիք ունեք։ Հա, ես էլ եմ աջակցում, եթե բոլորը աջակցում են, ես էլ եմ աջակցում։ Ես նորից նույնը կրկնվեմ, կներեք, կրկնվեմ, որ ինքը հավատացյալ չեն եղել, հավատացյալ նոր են դարձել, հավատացյալ, որ ասում են, պիտի քահանաները պիտի ամուսնացած չլինեն, որովհետև 18 թվականին չէին իմանում, որ հավատացյալները երեխեք ունեն, ամուսնացած են, չէին իմանում էր, չէ՞։ Բայց ի՞նչն է պատճառը։ Հարգելի պարոն վարչապետ, ես տենց ասեմ, ասատություն մեր պարոն Համբարձումյանին, ես այդ բանը կարամ ասեմ։ Ինքը ոչ մի հարցով մեղավոր չի, կադր չկա, որ եթե անհիմն մարդուն չեն կարա դատեն, եթե անհիմն դատեն, պիտի չգիտեմ, չեմ կարա ասեմ, մենք ինչ պիտի անենք, ուրիշ քայլեր կարանք ձեռնարկենք, բայց չենք ձեռնարկում։ Ասացիք, որ մեր թշնամիները չեն փոխվում։ Չեն փոխվում, դուք այդ կարծիքին Մենք չեք։ արդեն Ադրբեջանի հետ առևտուր ենք անում, օրինակ ադրբեջանական Առևտուր եք, հա, բենզին եք վաճառում, ճիշտ է, բայց էդի որ թվականն է, որ գազ չենք ունեցել, ավտոները գազով չեն սպասարկվել, որ թվականին։ Հիմա գազ չկա։ Վաղ միսօր բենզին չի լինի, ճիշտ է։